Այսօր մեր թիրախում աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային մեծ վերաձևումներն են։ Քաղաքական բլեֆներ, ստվերային գործարքներ եւ թաքնված միլիարդներ։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում տողատակում հաղորդաշարն է։ Պակիստանը միանում է ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Պարսից ծոցի երկրների կոալիցիան եւ նախազգուշացնում Իրանին ու հութիներին։ Ինչպես հայտնում է Reuters-ը, Պակիստանի պաշտոնյաները նախազգուշացրել են Իրանին, որ Սաուդյան Արաբիային հասցված ցանկացած հարված Իսլամաբադի համար կհամարվի կարմիր գիծ։ Պակիստանը մտավախություն ունի, որ ոչ թե Իրանի ուղղակի հարվածների Սաուդյան Արաբիայի օբյեկտներին, այլ հութիների հարձակումների էսկալացիան կարող է իրեն ներքաշել տարածաշրջանային հակամարտության մեջ։ Այս լրահոսի տողատակում թաքնված է իսլամական աշխարհի ամենաառանցքային միջուկային տերության Պակիստանի աշխարհաքաղաքական շրջադարձը, որը բացահայտում է մերձավոր արևելյան ճգնաժամի իրական խորությունը։ Իսլամաբադի կտրուկ անցումը իրանամետ եւ Պաղեստինամետ հռետորաբանությունից դեպի ամերիկա-իսրայելական ու ծոցի երկրների կոալիցիայի ճամբար ոչ թե սոսկ դիրքավորման, դիրքորոշման փոփոխության հարց է, այլ կոշտ պրագմատիզմի եւ ֆինանսատնտեսական կախվածության հետևանք։ Պակիստանի համար Սաուդյան Արաբիայի վտանգությունը կարմիր գիծ հայտարարելու հիմնական շարժառիթ էր Ռիադի կողմից տրամադրվող բազմամիլիարդանոց ֆինանսական ներարկումներն ու վաղախերը, որոնք կենսական են պակիստանյան տնտեսությունը փլուզումից փրկելու համար։ Այստեղ թաքնված նպատակն է Վաշինգտոնին ու Ռիադին ցույց տալ սեփական ռազմական կարողությունների օգտակարությունը դրա դիմաց ստանալով քաղաքական եւ տնտեսական դիվիդենդներ։ Ուշագրավ է, որ Պակիստանը հստակ շեշտում է հութիների, այլ ոչ թե Իրանի ուղղակի հարվածների վտանգը, սրանով Իսլամաբադը փորձում է դիվանագիտական հետադարձի արահետ թողնել Թեհրանի հետ հարաբերություններում, ցույց տալով, որ իր հիմնական թիրախը ոչ թե բուն Իրանն է, այլ վերջինիս պրոքսի ուժերը, որոնց գործողությունները դուրս են գալիս վերահսկողությունից։ Տողատակում սա նաև ազդակ է Թեհրանին, որ եթե իրանական կողմը չսանձի Եմենի ապստամբներին, ապա Պակիստանը ստիպված կլինի գործի դնել իր ռազմական մեքենան, խախտելով տարածաշրջանային ուժերի նուրբ հավասարակշռությունը։ Ըստ էության մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական նոր բևեռացում, որտեղ իսլամական համերաշխության մասին հայտարարությունները վարկենապես զիջում են իրենց դիրքերը, երբ խաղաղասեղանին են դրվում միջուկային պետության անվտանգային ֆոբիաներն ու գլոբալ խաղացողների ճնշումները։ Պակիստանի ներգրավում այս առանցքին փաստացի փակում է Իրանի շուրջ ձևավորվող օղակը, ստեղծելով մի իրավիճակ, երբ Թեհրանը հայտնվում է ոչ միայն արևմտյան ու արաբական, այլև իր արևելյան հարևանի ռազմաքաղաքական ճնշման ներքո։ Կարող է արդյոք Թուրքիան խլել Դուբայի կապիտալները։ Իրանի հետ հակամարտության պատճառով Պարսից ծոցում աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին Անկարան փորձում է դառնալ այլընտրանքային հաբ ԱՄՆ-ում բազավորված գլոբալ ներդրողների համար։ Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկը Լոնդոնում փակ հանդիպումներ է անցկացրել ֆինանսական սեկտորի հետ, իսկ Ստամբուլում երկար տարիներ անց առաջին անգամ հյուրընկալվել է համաշխարհային տնտեսական ֆորումը։ Այդուհանդերձ Անկարայի ամբիցիաներին խոչընդոտում են մակրոտնտեսական անկայունությունը, բարձր գնաճը եւ իրավական թափանցիկության պակասը, քանի որ Թուրքիան, ի տարբերություն Դուբայի, պատրաստ չէ օտարերկրացիներին տրամադրել անգլիական իրավունքով գործող արտատարածքային դատարաններ։ Այս տնտեսական լրահոսի տողատակում թաքնված է Անկարայի կողմից մերձավոր արևելյան պատերազմական հրդեհը սեփական ֆինանսական հաշվարկների համար օգտագործելու ագրեսիվ եւ կոշտ փորձը։ Էրդողանի կտրուկ շրջադարձը 2009-ի Դավոսի հանրահայտ One Minute սկանդալից եւ համաշխարհային տնտեսական ֆորումը բոյկոտելուց դեպի Ստամբուլում դրա հյուրընկալում ու գլոբալ կապիտալի շնաձկների հետ սիրախաղ ցույց է տալիս, որ գաղափարախոսական սկզբունքները վարկենապես զիջում են դիրքերը, երբ երկիրը կանգնած է ֆինանսական կոլապսի եզրին։ Լոնդոնում Մերի Լինչի նախկին բանկիր, բրիտանական անձնագրով Մեհմեդ Շիմշեկի ստվերային բանակցությունները եւ Black Rock-ի հսկա Լարի Ֆինկի հայտնվելը Ստամբուլում բացահայտում են Թուրքիայի թաքնված նպատակը՝ կապիտալի միջազգային տիրակալներին վաճառել Թուրքիայի աշխարհագրական դիրքը որպես ռազմական ապաստարան։ Անկարան փաստացի փորձում է մոնետիզացնել Իրանի կողմից ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքները, ներդրողներին հասկացնելով, որ Դուբայը ցանկացած պահի կարող է հայտնվել հրթիռային հարվածների տակ, մինչդեռ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ապահով թիկունք է։ Սակայն լուրի ամենասուր շերտը վերաբերում է Թուրքիայի հոգեբանական ու իրավական պատնեշին։ Օսմանյան կայսրության կործանման հիմքը հանդիսացած կապիտալների պատմական տրավման թույլ չի տալիս Անկարային գնալ իրավական ինքնիշխանության սահմանափակման, ինչն արել է Դուբայը, ստեղծելով անգլիական իրավունքով գործող անկախ դատարաններ։ Տողատակում սա նշանակում է, որ արևմտյան մեծ կապիտալը չի վստահում թուրքական դատական համակարգին, որը գտնվում է Էրդողանի անձնիշխան վերահսկողության տակ։ Ոստի Անկարայի փորձերը դառնալ նոր Դուբայ դեռևս մնում են աշխարհաքաղաքական բլեֆի մակարդակում, Թուրքիան ցանկանում է պարզապես ստանալ արևմտյան տրիլիոնները, բայց պատրաստ չէ խաղալ արևմուտքի կանոններով, ինչն է նրա տնտեսական հավակնությունները դարձնում է խոցելի հենց սեփական ներքին համակարգային արատների պատճառով։
Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալանը երկօրյա ռազմավարական այց է կատարել Իրաք։ Նա Բաղդադում եւ Էրբիլում բանակցություններ է վարել Թուրքիան առանց ահաբեկչության ծրագրի եւ քրդական PKK-ի լիկվիդացման շուրջ, ինչպես նաեւ հանդիպել է քրդական ղեկավարության հետ։ Քաղաքական մեկնաբանների գնահատմամբ Վաշինգտոնի կողմից Իրաքում ռազմական ներկայությունը դիվանագիտականով փոխարինելու ֆոնին Անկարան հաղթում է տարածաշրջանային խաղում, իսկ Քալանի այցը թուրքմեններով բնակեցված Նավթարատ Քիրքուք քաղաք ունի բացառիկ ռազմավարական նշանակություն։ Այս վերլուծական հրապարակման տողատակերում թաքնված է Թուրքիայի հավակնոտ նպատակը վերագծել Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզը եւ Իրաքը վերածել սեփական ազդեցության բացարձակ գոտու, օգտվելով տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի տրանսֆորմացիայից։ Փաստացի Միացյալ Նահանգները նվազեցնում է իր ուղղակի ռազմական ներկայությունն ու կոշտուժի կիրառումը Իրաքում, տեղը զիջելով դիվանագիտական մանևրներին, ինչն Անկարան ընկալում է որպես կանաչ լույս սեփական ռազմական ու հետախուզական էքսպանսիան ծավալելու համար։ Ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալանի այցը ոչ թե սովորական դիվանագիտական գործընթաց է, այլ ստվերային կառավարչի առաքելություն։ Մասուդ Բարզանիի հետ հանդիպման շեշտադրումը բացահայտում է Թուրքիայի թաքնված մարտավարությունը, բաժանիր, որ իր սկզբունքով օգտագործել քրդական էլիտաների մի մասին ընդդեմ մյուսի, դրանով իսկ կանխելով միասնական քրդական պետականության որևէ հեռանկար, որը մշտական մղձավանջ է Անկարայի համար։ Քալանի կողմից թուրքմենական գործոնի ակտիվացումը ոչ թե մշակութային հոգատարություն է, այլ աշխարհաքաղաքական 5-րդ շարասյան ձևավորում։ Տողատակում Անկարան Իրաքի կենտրոնական կառավարությանը եւ տարածաշրջանային այլ խաղացողներին, մասնավորապես Իրանին, հասկացնում է, որ ցանկացած պահի կարող է օգտագործել թուրքմենական փոքրամասնության թղթախաղը Քիրքուքի նկատմամբ ուղղակի վերահսկողություն սահմանելու կամ Իրաքի ներսում նոր ճգնաժամ հրահրելու համար։ Ըստ էության Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի մաս կազմող Հաքինազի էջերում այս թեզերի գովաբանումը պատահական չէ, սա Թուրքիա-Ադրբեջան տանդեմի միասնական ռազմավարությունն է, հանրությանը նախապատրաստելու այն մտքին, որ տարածաշրջանի նոր տերը Թուրքիան է, որն այլևս չի հարմարվելու Վաշինգտոնի կամ Բաղդադի պայմաններին, այլ ինքն է թելադրում խաղի նոր կանոնները Կասպից ծովից մինչև Մերձավոր Արևելք։ Մեծ Բրիտանիայում ստեղծվել է Իրաքի եզդիների հարցերով հասարակական հանձնաժողով, որը պետք է լսի իսլամական պետության կազմակերպած ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, փորձելով ճնշել կառավարություններին, որպեսզի ընդունվեն հանցագործներին պատժելու օրենքներ, իսկ վերջնական զեկույցը խորհրդարանի կներկայացվի 2027 թվականին։ Կառույցն արձանագրել է, որ Լոնդոնը եւ այլ մայրաքաղաքներ բազմիցս ձախողել են 2014-ին Սինջարում տեղի ունեցած եւ ՄԱԿ-ի կողմից ցեղասպանություն ճանաչված արհավիրքի մեղավորներին պատժելու իրենց հանձնառությունները։ Այս նախաձեռնության տողատակում թաքնված է արևմտյան քաղաքական կեղծավորության եւ պատասխանատվությունից խուսափելու երկարամյա մարտավարության հերթական դրսեւորումը։ Բրիտանիայում նման հանձնաժողովի ստեղծումը ոչ թե եզդի ժողովրդի նկատմամբ անկեղծ կարեկցանքի արդյունք է, այլ Լոնդոնի փորձը մանիպուլատիվ արդարադատության միջոցով սեփական մեղքի բաժինը քողարկելու Մերձավոր Արևելքի արյունալի քաոսում։ Լուրի ամենասուր եւ մերկացնող շերտն այն է, որ հենց Մեծ Բրիտանիան է այն պետությունը, որը պատմականորեն կանգնած է բազմաթիվ ցեղասպանությունների ու ժողովուրդների ոչնչացման ակունքներում եւ այսօր փորձում է ստանձնել դատավորի դերը մի հանցագործության հարցում, որի իրական հովանավորներից մեկն էլ հանդիսանում է հենց ինքը։ Տողատակում ակնհայտ է, որ ԻԳԻԼ-ի տերորիստական հրեշը ոչ թե ինքնաբուխ երևույթ էր, այլ արևմտյան, մասնավորապես բրիտանական հատուկ ծառայությունների կողմից մասնակիորեն կուրատորություն ստացող եւ ուղղորդվող նախագիծ, որի նպատակն էր քանդել Սիրիայի եւ Իրաքի պետականությունը եւ վերագծել տարածաշրջանի քարտեզը։ Եզդիական համայնքի ողբերգությունը եղավ այդ աշխարհաքաղաքական սառը հաշվարկի կողմնակի ազդեցությունը, որի մասին Լոնդոնը տարիներ շարունակ նախընտրում էր լռել։ Այժմ, երբ ԻԳԻԼ-ի հիմնական փուլն ավարտված է, նման հասարակական հանձնաժողովների ստեղծման Բրիտանիան փորձում է լեգիտիմացնել իր ներկայությունը Իրաքի ներքաղաքական կյանքում եւ մարդասիրական քաղաքական կապիտալ կուտակել։ Ըստ էության սա դատական աշխարհաքաղաքական թատրոն է, որտեղ հանցագործը փորձում է գլխավորել զոհերի իրավունքների պաշտպանությունը, որպեսզի ոչ ոք չհամարձակվի հարց տալ, թե ում թողտվությամբ եւ ում զենքով էր ԻԳԻԼ-ը 10 տարի առաջ արյան մեջ խեղդում Սինջարի եզդիներին։ Ադրբեջանում անցկացվել է թուրքական աշխարհի շաբաթ, նվիրված առաջին թուրքագիտական համագումարի 100-ամյակին։ Միջոցառման շրջանակում կազմակերպված միջազգային կոնգրեսին մասնակցել են 80 գիտնական թուրքագետներ 20 երկրներից, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Ծրագրում ներառված են եղել գիտաժողովներ, պանելային քննարկումներ, համերգներ եւ ցուցահանդեսներ։ Միջոցառման մասնակիցները այցելել են նաև բռնազավթված Ակնա, Շուշի եւ Ստեփանակերտ։ Այս լրահոսի տողատակում թաքնված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող հեռահար ռազմավարությունը, որտեղ գիտությունն ու մշակույթը ծառայեցվում են ծավալապաշտական աշխարհաքաղաքական նպատակներին։
Թուրքական աշխարհի շաբաթվա կազմակերպումը եւ առաջին թուրքագիտական համագումարի 100-ամյակի հիշատակումը ոչ թե ակադեմիական հարգանքի տուրք են, այլ Բաքվի ու Անկարայի կողմից պանթյուրքիզմի գաղափարախոսության նորօրյա ռեբրենդինգն ու լեգիտիմացումը միջազգային մակարդակով։ Լուրի ամենասուր եւ թիրախային շերտը օտարերկրյա գիտնականների ու միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների այցն է բռնազավթված Ակնա, Շուշի եւ Ստեփանակերտ։ Սրա թաքնված նպատակն է օգտագործելով միջազգային գիտական հանրության հեղինակությունը աշխարհին դե ֆակտո պարտադրել Արցախի էթնիկ զտման եւ բռնազավթման արդյունքները, ինչպես նաեւ ստեղծել կեղծ հիմքեր հայկական պատմական հետքի լիակատար ջնջման կամ դրա թյուրքացման համար։ Տողատակում սա նաև քաղաքական ազդակ է ռեգիոնալ խաղացողներին, հատկապես Ռուսաստանին եւ Իրանին, որ Ադրբեջանն իր ապագան տեսնում է բացառապես Անկարայի կողմից առաջ տրվող մեկ ազգ, մեկ պետություն, իսկ ավելի լայն թուրքական պետությունների կազմակերպության աշխարհաքաղաքական տիրույթում։ Գիտնականների ներգրավման Բաքուն փորձում է ինտելեկտուալ շղարշով պատել իր ռազմական հաջողությունները, ցույց տալով, որ օկուպացված տարածքներն այլևս ինտեգրված են թուրքական մշակութային արեալին։ Ըստ էության սա դասական փափուկ ուժի կիրառման օրինակ է, որտեղ համերգների, ցուցահանդեսների եւ կինո ցուցադրումների հետևում թաքնված է Կասպից ծովից մինչեւ միջերկրական ծով ձգվող աշխարհաքաղաքական միասնական առանցքի ամրապնդումը, որտեղ Արցախի բռնակցված տարածքների վերապահված է այդ շղթան միավորող գլխավոր հանգույցի դերը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։